Բարի լույս, սիրելի հետևորդներ ջան։ Արդեն քանի օր ձեր համար արևածագ եմ բերում։ Եվ ամեն անգամ յուրահատուկ տեսքով է լինում։ Այս ջերմությունը ձեզ եմ փոխանցում։ Գիտեմ, որ Հայաստանում է միայն որ տաքաշուն է։ Իսկ իմ հետևորդները, ովքեր ապրում են դրսում, այլ երկրներում, միգուցե ձյուն է եկել արդեն, սառնամանիքներ են, և պատկերասրահը փակ է լինում, արևածագն էլ չի երևում։ Շուրջս խաղաղություն է տիրում։ Ահա, մեր Հայաստան աշխարհի գյուղերից մեկը Չքնաղ, որտեղ ապրում եմ ես, և ամեն օր սրտատրոփ ուզում եմ, որ ձեզ միանալ, դուք էլ սրտատրոփ ինձ եք սպասում, որի համար շատ շնորհակալ եմ ձեզ բոլորիդ։ Այս բարի լույսի հետ ուզում եմ, որ բոլորդ էլ ուրախ ու երջանիկ լինեք, և հետո անցնենք մեր առօրյա գործերին։
արագի մեջ կենթանիներից կերակրեց սիրելի հետևողներ ջան հետը հասել է ինձ, քանի որ տեղ խմելու ժամն է, պետք է մի փոքր սնվեմ։ Մազերս էլ արագի մեջ հավաքել եմ, ոնց որ դիֆուզորած լինի, բայց բնական է սիրելի հետևողներ ջան, դե հիմա պատրաստեմ փոքր թեթև սնունդը։ Ջուրը լցնեմ, տեղը խմելու համար մեկ բաժակ լիքը ջուր, տեղը ստեղը բացեմ, Այստեղ էլ հրաժանա, սիրելիներս, փորձեմ այսպես ինձ հնել, օպա, բացվեց, մի գդալ սրանից, ընտիր, թեպետև պինդ է փակվում ու բացվում, բայց էլի դա տեղադրեցի, ի պտղունցախ, առանց հացի սիրելի հետևողներ ջան և շատ հաճելի է վայելվում այսպես մեկը մեկով երևի գդալ օգտագործեմ ավելի ճիշտ կլինի շատ հաճելի է լինում այս տարբերակով կարող եք փորձել Եթե առավոտյան ժամերին հատկապես դժվարանում եք սնվել, դե ես հիմա սա ինձ պետք է դեղը խմելուց առաջ, թե չէ այս ժամերին կարելի ասել չեմ էլ սնվում, շատ ուշ եմ նախաճաշում, իմ նախաճաշը դառնում է ճաշ, ոչ մեկ մեզ ոչինչ չի պարտադրում, սիրելի հետևորդներ ջան, այնպես որ ամենքս մեր լավագույն տարբերակն ենք ընտրում, խառնվեց սա էլ հունեմ ես փոսիկից և ճաշակ Եթե դուք էլ այս ժամի նախաճաշում եք, բոլորիս բարի նախաճաշ, լինենք առողջ։ Ես եկամ, պետք է հասել կարալյոկի ջոկելուն ու չրի համար կլպելուն, այս փակամանն եմ բերել, այս դեռ չգիտեմ, ստեղ կնստեմ, կկլպեմ, թե չէ, Պետրոն էլ աստեղ, Ուզում եմ մի հարմար բան գտնեմ, որ դնեմ ցած, քանի որ այստեղ ոչ մի հարմարություն չունեմ, էլի, սիրելի հետևորդներ ջան, ուղղակի վերևը ծածկի տակ է, բերել եմ այստեղ, լցրել այս ամանների մեջ, մի հատ այս ամանը Պետրոյի վրա դնեմ, եթե մնա, ժակետս էլ եմ բերել նա всякий случай, այս հենց թողել եմ, գիշերը ստեղ ամնացել, այսքան քաղել եմ, ես էլ մի հատ իսկում, ու լավ ամնացել, այսքան հասցրի քաղեմ, ասեմ, որ այդ կովերի պահով շատ անհանգիստ էի սաղ գիշերը, անընդհատ դուրս ու ներս էի անում, դրսի լույսը միացրած թողեցի, մտածելով, որ գիշերվա մի վաղն էլ դուրս կգամ, կտենամ, Ոչ հեն եկել այդ կովերը լցվել են բաղ ու բաղ չեն, բայց փառք Աստծո, քանի որ երեք տիրոջն էլ տեսա, Սարից նորեն քոչացրել իրանց կովերը, սիրելի հետևորդներ ջան, համ զրից անեմ, համ գործանեմ, քանի որ արևը այս այն մի կուրը դյանց կենալ,
վերջը, ասի էլի, որ այ ախպեր, քո ապրանքին հետևա, կա ոչ մեզ նեղացնե։ Ըստի տոպրակ եմ բերել, որ քաշեմ, տենամ, քանի կիլոից ինչքան չի ռալում, որ ձեզ էլ ասեմ։ Ես միշտ առանց կշռելու արել եմ, բայց մոտավորապես գիտեմ էլի, սիրելի հետևորդներ ջան։ Այս իմ վեդրոն կլեպը սրա մեջ կլցնեմ, կարող է հենց ստի էլ նստիմ, հարմարա։ Համ կջոկեմ, համ կկլպեմ, բայց թե ինչ-որ մի բան էլ ա պետք, գնամ այդ մի պակասն էլ բերեմ լրացնեմ, հետո նոր գործս սկսեմ, ոնց որ թե հարմարվում եմ ըստի։ Դե կացեք, գնամ այդ մի բանն էլ բերեմ ու գամ։ Ես եկա, ես եմ բերել այս սովետի թվի լիմոնադի կլետկեն, սիրելի հետևորդներ ջան, ինձ էլ խոսելով, մի քիչ էլ նեղվելով, հա ասում եմ, հարմար տեղով ասես գործ կանե, մենք էլ մեր հարմարություն կստեղծենք, հետո մեր գործերը առաջ կտանենք, մի տեղը սարքեմ, քանի որ սա երկաթից է, ես էլ բերի, որ տեղս փափուկ էլի, Այս միշտ վերևն ալում ջրի կրանդի կշտին, սրա վրա նստեի, որ ջուտերի կերը շղաղեի, պետք է վերստի իմա հարմարելի, ոնց որ թե լավն է, այս էլ ես, ընտիր, շատ լավ է, ասեմ, որ այդ տեղը հոմականում, սիրելի հետևորդներ ջան, Սիման է խշտկացնում, որսի այկել, այս վեդրոն, ես էլ դեսը բերեմ, բայց մի քիչ ջոգեմ քաշեմ, հլատենամ էլի, 10 կիլով փորձենք, սիրելի հետևորդներ ջան, թե 5, չգիտեմ, որն էլ անեմ, կլի էլի, այս ճրճրան տոպրակը ձեռս ընգավ, արևը ուղիղ ստիա, նույնիսկ վառում է, բայց թե վնաս չի, այս շատ է հասած, գիտեք, որ չրիմա, համ պետք է պոչովնելի, համ էլ մի քիչ պինդը, ես մի ջոգ եմ շրջում, Դե քանի որ խառը քաղեցի էլ երեք, մանդրուխոժոր արի, հասածու չոր արի, հեսա հասած էլ կա փապկած, ես մի գրաղին կդնեմ, ենքան մին քաշեմ, որ մեր տներումը գործ ենք անում, շատ վաղտը հենց բաներին հաշվի չենք առնում, հետո մնել պատահաբար մինը հարցնում ասում է, Անուշ ջան, այդքան չիրը որ արել ես, քանի կիլոյիցը դուս եկավ, ես էլ ասում եմ, հա, ես ինչ գիտեմ, մի ծերն եմ ընկել կլպել, սարքել, բայց քանի որ հմի շատ հետևորդներ ունեմ, այդ ես ինձ եմ ասում էլի, սիրելի հետևորդներ ջան, գիտեմ որ կհարցնեք, ձեզ հետարքիր կլինի, ձեր թանկագին խաթեր համար, ուզում եմ կշռեմ, ես հասացնին, ես մի կրանը դնեմ անըթա տեսա ձերս ընգնում, ով ասիրում են, լավ փապուկ տարած կարալյոկնին, համեցեք, շատ կա, նույնիսկ կարակ կոմականեք, են շևացերերինը կաղենք, եկեք, համ մի լավ կուշտ կուտեք, տնավարի, հավեսով, մեր հայերն են, որ շատ հյուրասեր են, սիրելիներս, օտար ազգում էլ կան հյուրասեր մարդիկ, համոզված եմ, այս մինը մի քիչ սիրուն չի, կարալյոկը բանա, ըստի կարգուտի ջարդացնա, այս լավնա, ընդհանրապես, եթե ուզում ենք չիր անենք, միս այսա արդեն մի քիչ փափուկ ադրամա եմ սենց վիրունում, ձեռիս պտտորում, ուզում եմ ամենա պնդերը
կլպեմ էլի, թեկուզ մի քիչ մանդրնել էլի, ենքան պինդելի, այս մոտավրապես, այն օրը ոնց ասի, ձեռիս զգում եմ, մի 5 կիլո կլի, կամ 4, լայկեք փորձենք, այս միացնեմ, շերքը խավար գտա, մալադեց անուշկո, 4 կիլո ու կես, իսլամին նստի դնենք, շուտ ջգեմ, այդ են միր էսին է այն տնդերը լծրել, քանի որ այդ կովերը տե հա արդեն, էլ մի բանն էլա հաշվի չառա էլի, աս ինչքան ուժս պատի, մնչև մութը քաղել տիմ, ուտ հենց էլ արի, դե դրանքումն էլ հավերին դուս է արել, նրանք էլ մի լավ քուջուջարին, այդ ֆողերի միջին, կանան չկերան, գիտեք չէ, ոնց են հավերը թափուկ ֆողի միջին իրանց այդ ֆողը վրա տալի, այս էլ կարելի է, այդ չոր ճուղտը իղրաղին, այն վաղտ ենք շատ հեշտելում, երբ որ կարալյոկը նոր ուզմագույնը փոխվի, դեր կանան չաժորալում, դեր եկել ասի, այդ վաղտ հեշտ ենք կլպում, այս թե սենց էլ շատ համով ալում չիրը, էդ էլ ասեմ, ուզում եմ 10 կիլոն թմամ եմ, գիտեք, Վերևն էլ կա, տանն էլ կա, սիրելիներս, բայց առաջ եկա ըստի էլի, որ գործս ըստի պրսնիմ սա դրաննա, են տուն եմ տարել, են տաննա, մեմենը հասնում, հասած շատ լավնա, այս մանդրերը, այս միկրանը, այս էլ կարելիա, Այս որ կարալյոկ եմ ասում, դե դրան ենք սվորել էլի, ասում չենք խուրմա, նաև ասեմ, որ մեծամասամբ կարալյոկ ա գծել, խուրմա չի գծել, այս տարի, ինչքան էլ որ մնացել էր էլի կարկուտից տեսը, որը կարկուտի ջարդած էր, պթել ավեր եկել, կորել, Հարկ աստու, ես էլ գոհ եմ, Նատենամ նստած կալ, դինվի քաշեմ, Գնեմ ծնգներիս վրա փորձեմ, բայց արևն աչկերը շատ ուժեղ ծակում ա, Դենամ կարամ քաշեմ, երկու ձեռով բռնեմ, Այսքանը 10 կիլո աղիղ սիրելի հետևորդներ ջան, դեն մեկ ես ինչ լավաճկա չափ ունիմ, այս անջատը եմ, որ էլեմենտը նստի ոչ, հետո դե որ սկսել եմ, տեղս էլ լավն է, նստեցի ստի, մենակ այս ճրճրանցելակոնը, ես շատ սիրում չեմ էլի, Այս պինդ էր, պիքչել էդ մտածելով, որ պինդա, կդիմանա, գրամար էդ բերի, կշերքը ես միկրանը դնեմ, այս բերել եմ, որ կլպածս ծածկեմ, որ կլպում եմ մանավանդ ինքն էլ քաղցրնա, մլակը վակվում ավրին էլի, բայց սրատեղն էլ հարմարացնեմ, ստի վերևն եմ ուզում դնեմ, կամ էլ ստի միջին, սոյ, Այս ինչ լավը ստացվեց, ես էլ կլպի համար, սկսեցի, այս կողքի չորուկ տերևնին, պոչի կշտի, կպոկեմ, ըստի ինքը գետնի վրա կգնա, ֆող կդառնա, ես մեր պատվալի դրանն եմ նստած, սիրելի հետևորդներ ջան, հետո սկսում եմ կլպել, այս են թազարածը սուր դանակն է, ասեմ,
կարալյոկա, կարիշնիվիա։ Ընդհանրապես ես սիրում եմ, որ շերտե-շերտ եմ կլպում, այսինքն մի շերտ կլպում եմ, մի շերտ թողում եմ, դե հենց որ չորանում է, սիրուն է ալում, ինքը ձև է ստանում։ Շատերը կան, այս կլեպնել են չորացնում, մի տարի ես չորացրել էի, ասեմ, որ իմաստ չունի, սիրելի հետևորդներ ջան, դրա վրա փոշի չի նստում, ինքը դե հետ չոր, անկապ բան է դառնում, հետո իմաստ չունի։ Չնայած ասվում է, որ այդ կլեպը, ով որ չորացնում է, դրա մեջ է չորացնում, բայց էդ էլ եմ փորձել, սիրելի հետևորդներ ջան, համենայն դեպս իմ փորձը էդ է ցույց տվել, որ դրա մեջ չի փոշոտվում, հենց կախած վիճակում է փոշոտվում, այդ իրա մեջ էին սպիտակ շաքարը, որ դուրս է գալի, էլի, հետո նոր անցյալ տարի էլ եմ մի քիչ արել, էլի կհիշեք իմ այդ վլոգը, որ կախած տեղը արդեն սկսել էր փոշին դուրս տալ, սպիտակ, մախմուր փոշին, հետո թելերից անջատել եմ ու բանկաներում դասավորել։ Իմ մշտական հետևորդները կհիշեն իմ այս ասածս, ովքեր էլ նոր են միացել, բարի գալուստ Անուշկա վլոգ։ Սիրելի հետևորդներ ջան, մեր ալիքը շատ հավես ալիք է, տնավարի, հետարքիր նյութերով, էլ չասեմ, դե կդիտեք ու կտեսնեք։ Երբեմն մեր բարբառով եմ խոսում, երբեմն էլ խոսում եմ նենց, ոնց որ ասենք դուրս ենք գնում տանից, գնում ենք աշխատանքի վայր, գնում ենք քաղաքներով, կամ մի անծանոթ մարդ ենք տենում, կիրթ ենք խոսում, որ մեր դիմացի մարդը չասի էլի, հա, գեղից նայկել, խոսիլ չգիտե, չգիտեմ խի, գեղի ժողովուրդը միշտ մանչում է իրա բարբառով խոսի, հա, մանավանդ երբ որ գյուղից դուրս է գալի, բայց թե հսկացողը հսկանում է ու հարգում է, դուք էլ իմ խոսելն եք հարգում, որի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել, գիտեմ, որ շատերդ եք սիրում իմ բարբառով խոսալու ոճը, դուք ինձ դրանով ոգևորում եք, սիրելի հետևորդներ ջան, բայց այստեղ մի քիչ կատական եմ, հա, աշխատանքի գնալուց առաջ մի հատ սենց ինձ տրամադրում եմ, որ գնամ այնտեղ կիրթ խոսամ, քանի որ գիտեք, որ բոլոր դպրոցներում գրական խոսալ են սովորացնում երեխաներին, կիրթ ներկայանալ են սովորեցնում, ոչ մի դպրոցում բարբառով չեն խոսում, չեն ուսուցանում, բարբառը մեր սրբությունն է, ժողովրդի սրբությունն է, որը մենք հնարավորինս պահում ենք, հատկապես երբ որ մենք գյուղացիքս իրար հետ խոսելիս այդ ձևով ենք խոսում, որ մեզ ավելի հաճելի լինի, նաև եթե անգամ գրական խոսել գիտենք, կիրթ խոսել գիտենք, մեր գյուղացու հետ, մեր բարբառով ենք խոսում, որ չլինի թե վիրավորենք մեր դիմացինին։ Շատ նուրբ հարցեր կա շփման մեջ, եւ միշտ այնպես շփվենք, որ մեր դիմացինին չվիրավորենք, սիրելի հետևորդներ ջան։ Տեսեք ինչքան սիրուն է ստացվում, տրամադրությունս գնալով բացվում է, քանի որ սկզբից նեղվում էի, որ ստին պատվալի դրանը հարմարություն չկա, ասենք սարքած սեղան չկա, մեր բարբառով ասած դազգահ չկա, բայց թե ես ստեղծեցի իմ դամու դազգահը։ Այսենց միշտ ստեղծենք, արարենք ինքներս մեր հարմարավետությունը, երբեք չդժգոհենք, սիրելի հետևորդներ ջան, երբեք չմեղադրենք մեկ ուրիշին կամ մեր մեծերին, թե մեր համար ինչ առանգություն են թողել։ Մենք մերը ստեղծենք, գիտեք, որ վերևն էլ վերանորոգման մեջ եմ, այնտեղ դեռ կիսատա այդ վարպետը դեռ չի եկել, քանի որ ուրիշ տեղ գործ անում, ինձ օրը ասել, որ այդ օրը կգա, ճիշտ է այդ կամարը քանդեցինք իմ
հարևանի տղան Վահանիկի պապան եկավ, առաջնորդեց, իմ գործը ասավ առաջ տանեմ էլի, հարգելով ու թասիբով, մեր հարևանության մեջ շատ թասիբ կա, ընդհանրապես մենք հայրս թասիբով ազգենք, վայ, ոչը պոկվեց, դե ոչինչ Սամիկոն, ու որպիսի քաշիտ չգնաս, տեղից մի հատ կվերցնեմ, որպիսի արած գործը արդար լինի, ասեմ, որ այսօր պետք է աշխատանքի էլ գնամ, դեռ ժամանակ ունեմ, հատկապես ուզեցի գամ այս կողմ նստել, որ արևը դեռ այն մի կուրը չէր անցկացել էլի, հետո շվակ տեղը ցուր տալու, մահանաչելի երկար նստած կենամ, ասեմ սկվազնյակի տակ ընգա, և ուզում եմ հնարավորինս շուտ ավելի ինձ լավ զգալ, շատ գործեր են ինձ սպասվում գիտեք, ու բոլորը ես եմ անում, ընտանիքս հեռուներումը, սիրելի հետևորդներ ջան, ես էլ օջաղը պահում եմ ոտքի վրա, հիշենք Հովանես Շիրազի այն գրվածքը, մայրը, հայրը, թե ոնց է ներկայացնում, մեր դրսի պատն է հայրս, մեր ներսի պատն է մայրս, այս պահին սիրելի հետևորդներ ջան, ընտանիքի հայրը դրսի պատն է, ընտանիքի մայրը, ձեր անուշկան, ներսի պատն է, և ընդհանրապես կնոջից շատ բան է կախված, որ ընտանիքը պահի, պահպանի, ընտանիքը սրբությունա լավ գիտեք, ու երկկողմանի է դա, այնպես չի, որ կինն է պահում, այնպես չի, որ տղամարդն է պահում, ընտանիք պահելը երկկողմանի է, այդ ամրությունը պիտի երկու կողմից էլ լինի, ինչպես որ երկու հենարաններ, եթե այսքան մաքրեմ, այսքանը կլպեմ ու զրուցեմ, դե գիտեք, որ ժամանակը գնում է, վլոգը շատ կերկարի, սիրելի հետևորդներ ջան, այսքանը կմաքրեմ, կտանեմ վերև, հետո կգնամ աշխատանքի, որից հետո էլի կա քաղելու դեշևա ծերերին, ինձ թվում է, ես կարամ նարդիվանը դնեմ ու քաղեմ, քանի որ այդ իմ համար մի աշխարհ է, ես սիրում եմ այդպիսի գործեր անել, սիրով եմ կատարում իմ ամեն մի գործը, չեմ տրտնջում եմ, երբ որ լավ զգալիս չեմ լինում, ասում եմ ով է, այս հեպտ իմ լվնանալ, որ գնամ իմ գործերը անեմ, դե ինձ արդեն լավ եք ճանաչում, որ այդպես եմ տրամադրված, այսպես, կլեպը կտամ իմ հավերին ճուտերին, իրանք հաճույքով ուտում են, երեգել եմ ծառերի տակիցը, հավաքել եմ, այդ որ շները գալիս են ուտում են, պիգուցե չհավատակ, սիրելի հետևորդներ ջան, բայց սիրով ուտում են շները, բեկովերի մասին էլ խոսք չկա, քաղեմ, պրսնեմ, հանգիստ քնեմ, որ այդ մրգի հոտի վրա կովը չգա, սետկի գլխովը թրջի իմ բաղ չեն ընգնի, եթե աչքովը ստեհատ չլներ այդ պահը, չէի հավատա, բայց մի քանի տարի առաջ այդ նույն կովերը հենց իմ բաղչի սետկի գլխովը թռան ընգան բաղ չեն, պատկերացրեք, ու դրանից հետո ես վստահ ասում եմ, որ կովը մետր և կես սետկի վրով թրջում է մտնում բաղ չեն, դիմացի հարևանս և վերանորոգման մեջ է, այդ ձայները գալիս է, ոյ, հավերս դուս են եկել, քանի որ թևերը երկար է, թռել են դուս եկել, քշա, այ քեզ բան, արդեն սվորել են էլի դրանը, են որ դուս չանեին, են վաղտ խելոք, սուս, պուս էդ դնումը կենեին, հա, բան չկա, ես ասրանց ծոր են կտամ տուն կանեմ, քանի որ իրանց դուս անելու վաղտը չի էլի, քշա, հա, այ ավազակներ, աչքիս ծեր թևերը կտրեմ, այդ սետք են մնաց քաշելու, անընդհատ ասում եմ, սիրելի հետևորդներ ջան,
Բայց թե այդ իմ գործ չէ էլի, այդ պետքա մեկը կողքից օգնի, խոստանում են, չեն գալի, չգիտեմ։ Իրանք էլ են զբաղված, ինչ որտեղ հասկանում եմ, աշունքվա են թուն գործերի վաղտնա։ Ես էլ համբերատար սպասում եմ։ Այս ակլորիկներն են, մեծ ճուտերը, որ բոլորը ակլոր են, ջոկել եմ տարել, մեծ հավերի հետ եմ արել ու իրանց էլ եմ դուրս հանում քուջուջի, որ ավելի լավ մեծանան։ Անցած օրը մի հատ վաճառել եմ, սիրելի հետևորդներ ջան, ոնց ասած ծերը բաց ա ելել, այս ակլորներս վաճառքի են էլի։ Աղբի ավտոն այդ Էլցենիցի ճանաչում եմ։ Էլ առաջվա պես չէ էլի, որ աղբի ավտոն կա, կանգնի, ձեն տա, դե գիտեք արդեն փոխվել ա։ Աղբամանները դրված ա ոչ միայն քաղաքներում, այլև գյուղերում, մեր գյուղը գիտեք որ առաջատար գյուղ ա, ու ամեն թաղամասում էլ աղբամանները շարած ա, աղբի մեքենան գալիս ա, սուս, փուս, իրա գործը անում գնում։ Բայց անհանգիստ եմ, սիրելի հետևորդներ ջան, այսքան լավ հավեսով զրուցեցի, էլի կուզեմ զրուցել, այս առանձին կկլպեմ, առանձին չիր կանեմ, որ ձեզ ասեմ 10 կիլոգրամից ինչքան ճիրա դուրս եկել, դա հաստատ էլի իմացեք։ Այսքանով ավարտեմ վլոգս, գնամ իմ մնացած գործերը կադրից դուրս անեմ, հաճույքով ձեր հետ կանեի, բայց հնարավոր չէ էլի համ տեսախցի կպահեմ, համ էլ այդքան գործերն անեմ, ահա, էլի գալու եմ ստեղ, նստեմ, անեմ։ Տեսնենք, եթե ժամանակ ունեմ, ժամին մտիկ չեմ արել, ժամացույց չեմ կապում, սիրելի հետևորդներ ջան, այդ վաղուց չեմ կապում, բայց որ սենց արևին մտիկ եմ անում, արևն էլ ա մեր համար ժամացույց հանդիսանում, դեռ հասել չի երկնքի մեջ տեղը, այսինքն իմ գործի գնալու վաղտը չի։ Այս պահին ժամը 12-ի կողմերը կլինի, էսա որ վեր կենամ, արևն էլ ձեզ ցույց կտամ, արևով սկսել եմ, արևով էլ վլոգս էլի ցույց տամ, երբեք արևին նայելը իզուր չի, սիրելի հետևորդներ ջան, արևն իրենից էներգիա է փոխանցում մեզ, բացի ջերմությունը։ Դեք հասիբի եղանակն էլ շարունակում ա, դեռ պեչերը չենք վառում եւ վայելում ենք տաք խորը աշունը։ Հա, ինչ է ուզում ասել, որ հասցնեմ այս թելերով կապած լինեմ ու ասեմ թե ոնց եմ ճիրս զարքում կանեմ, իսկ եթե ոչ, բացի սա, էլի եմ շատ ճիր անելու, հաջորդ վլոգներում էլ այդ ձևով կմիանամ ձեզ, նախապես ասում եմ, քանի որ չգիտեմ թե այսօրվա այս մի քանի ժամվա շարունակությունը ոնց կլինի։ Եվ այսպիսով մի հատ էլ ցույց տամ կլպածս, թե ինչքան սիրուն ա ալնում, ահա, շատ սիրուն ա լինում, սիրելիներս, հիմա այստեղ կծածկեմ, մի հատ այս մի 5 հատ ակլոր ա դուրս եկել, գնամ դրանց էլի բնի մեջ հանեմ, հլատենամ այդ խի են դուս եկել գլխից գործ բացարել, դե գնաց սիրելի հետևորդներ ջան։ Արևածագը այս կողմից հալում աշուն կուրը ու եթե հասել է այս սարի այս մի կուրը, ուրեմն ժամը 12-ն է։